ինչու է այս 3-4 օրերին լռություն պահպանում։ Ինչի մանամ, երևի դեղերը խմել է։ Նիկոլ Փաշինյանը քաստինգ էր հրավիրում, բայց ոնց որ ժողովուրդը չհավաքվեց։ Ինչի քաստինգ։ Քաստինգ էր հրավիրում, ասում էր Բեարյանը պետք է ազատել եւ այլն, բայց ժողովուրդը չի հավաքվել ոնց որ։ Աշուր չեն հավաքվելու։ Իսկ եթե այդուհանդերձ գնամ բռնություններով ներխուժելուն, մայրաթոր ներխուժելուն, համենայն դեպս այդպիսի փորձ եղել է արդեն։ Դրանով ոչ մի բան չի լինի։ Դրանով եկեղեցին այդպիսի բաներ տեսել է։ Օձյալ հայրապետը մնում է օձյալ հայրապետ եւ գլուխը Հայաստանի եկեղեցվո, քանի դեռ Տերը այլ բան չի տնօրինել։ Սպասան ամեն դեպքում է բռնությունների շարունակություն, ձեր կանոնադրությամբ եք ասում։ Համենայն դեպս գլխավոր շտաբի պետից լավ եք հիշում, թե ինչպես նա 1 վայրկյանում որոշեց գլխավոր շտաբի պետից ազատվել եւ այսպես իրավունքի ուժով մի ձևակերպում գտան եւ նշանակեցին մեկ այլ զինվորականի։ Դուք լավ եք հիշում։ Մեզ մոտ դա բացառվում է, եկեղեցում դա բացառվում է։ Ձեր ինքնավստահությունը ինչ կա այդ ֆունդամենտում։ Դες ճանաչում եմ եկեղեցիներ, ճանաչում եմ իմ եղբայրներին էլ։ Ճանաչում եմ իրենց հնարավորություններն էլ, ճանաչում եմ եկեղեցու պատմությունը, չի կարող նման բան լինել։ Այո, իրենց ցանկությունը կա, բայց չի կարող նման բան լինել։ Կարգալույց անելու կամ վեհապար հայրապետին թողնել ինձ ասել, այնտեղից դուրս անելու ոչ մի միջոց Ոչ մի միջոց իշխանությունը չի կարող ունենալ եւ չունի։